Պարոն Հովհաննիսյան, կխնդրեմ անդրադառնալ կապսի ջրամբարի դադարեցված ծրագրին, որքան միջոցներ էր բյուջեից նախատեսվել հատկացնել ծրագրին, ինչ եղավ, հատկացվել են թե չէ, արդյոք այդ գումարները արդյունավետ են ծախսվել, թե ոչ, ունենք այս պահին այդ ծրագրի մասով վարկեր, որոնք փակվում են, եւ հաջորդ հարցը, եթե կարելի է գնումներին է վերաբերում, ոլորտում պարբերաբար փոփոխություններ կատարվում են, բայց օրինակ ես մի համայնքի դժգոհություններ կարող եմ փոխանցել գիտնականների գիտական համայնքի մասին է խոսքը եւ նրանք գրեթե ամեն շաբաթ հարցազրույցներում նշում են նյութերի ձեռքբերման դժվարությունների հետ կապված եւ շատ ուղիղ ասում են, որ շատ հաճախ այնքան երկար է տևում այդ process-ը, այնքան քաշքշուկներով է տևում գործընթացը, որ մինչեւ նյութերը հասնում են իրենց, արդեն փորձերը անիմաստ են դառնում եւ միշտ բերում են եվրոպական երկրների փորձը, երբ ասում են, որ ուղղակի երանելի վիճակ է այնտեղ աշխատելը, երբ մեկ օրվա ընթացքում մի քանի ժամում անհրաժեշտ հիմնական նյութերը կարողանում են ձեռք բերել։ Կոնկրետ այս մասով որոշակի փոփոխություններ նախատեսվում են, թե չեն նախատեսվում։ Կապսի ջրամբարի մասով կարող եմ ասել ոչ շատ դետալացված տեղեկություն, որտեղ անմիջականորեն մեր գործառույթին չի վերաբերվում սա, բայց կարող եմ ասել, որ եթե աշխատանք չի արվել, քանի որ սա վարկային ծրագիր է, եթե աշխատանք չի արվել, վճարում չի արվել, ապա պարտքել չի վերցվել։ Այսինքն սրանք այնպիսի ծրագրեր են, որոնք հատկացումների ժամանակապարտքը առաջանում։ Այստեղ իհարկե կա այլ խնդիր, որ մենք երկար ժամանակ, երբ որ այդ գումարը չենք օգտագործում, դրա համար որոշակի երբեմն պարտավճարներ լինում, բայց այս առանձին դեպքում կարծում եմ այդ պարտավճարը չկա։ Այստեղ կա շինարարի հետ կապված պրոբլեմ եւ մենք մտածում ենք, թե այդ պրոբլեմը ինչպես կարող ենք լուծել։ Ես ես կարող եմ ասել, թե ընդհանուր խոսենք, երբեմն կարևորագույն այսպիսի ենթակառուցվածքային ծրագրերում լինում են դեպքեր, երբ որ մենք ունենում ենք պրոբլեմ կապալառուի հետ։ Եվ եղել են դեպքեր։ Եվ այստեղ մի բարդ երկընտրանքի առաջ են կանգնած, որովհետև եթե այդ կապալառուի հետ պայմանագիրը խզվում է, նշանակում է մենք երկար պետքա սկսենք ուրիշ կապալառու փնտրել։ Այդտեղ առաջանում են բազմաթիվ պրոբլեմներ, որոնք կապված են նախորդ կապալառուի կատարած աշխատանքի հետ։ Այսինքն այստեղ շատ մեծ ռիսկեր կան։ Կապալառուին փոխելը շատ ռիսկային process է, բայց միևնույն ժամանակ կապալառուին թողնելն էլ իր ռիսկերը ունի, երբ որ դու տեսնում ես, որ նորմալ չի լինում, եւ սա շատ դժվար process է եւ ըստ էության կարելի ասել, որ մենք փորձում ենք այս իրավիճակը կառավարել նաեւ մեր հարկային մեր գնումների քաղաքականության փոփոխություններով, որտեղ 4 մեծ փաթեթ ենք ներկայացնում, ընդ որում դրանցից 2-ը, եթե չեմ սխալվում, ազգային ժողովում հաստատվել է, մեկը կառավարությունում է հաստատվել եւ մեկը շուտով կուղարկեն կառավարություն հաստատման։ Այսինքն 2026 թվականի ընթացքում այս բոլոր 4 փաթեթները կմտնեն ուժի մեջ, այսինքն կհաստատվեն եւ կմտնեն ուժի մեջ 27 թվականի հունվարի 1-ից։ Այս փաթեթներով մենք փորձում ենք լուծել մի քանի խնդիր։ Առաջինը արդյունավետության բարձրացումն է, որտեղ մենք տալիս ենք ազատություն գնումների process-ում, բայց մեծացնում ենք հաշվետվողականությունը։ Որտեղ այստեղ, ինչպես բազմաթիվ անգամ խոսել ենք, այստեղ կարևոր բալանս պետք է պահենք։ Այսինքն հանրության շահը, որ ում գումարը ծախսվում է, եւ գործը անելու շահը։ Այսինքն այս երկու հարցին պետք է կարևոր ձևով փորձենք ճիշտ բալանս գտնել, որպեսզի նաեւ կոռուպցիոն երևույթները, որոնք ժամանակին եղել են գնումների գործընթացում, կարողանանք հետ չբերել հանկարծ։ Եվ այստեղ նաև կոռուպցիայի հետ կապված որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես փաթեթներից մեկով սահմանվում է այն խմբերը, պաշտոնյաների,
ում հետ փոխկապակցված ընկերությունները կամ ընդհանրապես կամ կոնկրետ գնումների գործընթացի չեն կարող մասնակցել։ Այսօր նման կարգավորումներ չկա, օրինակ նշում են պաշտոնյաների այնպիսի շրջանակ, ում հետ փոխկապակցված ընկերությունները պետական որևէ գնման process-ի չեն կարող մասնակցել։ Սա կարևոր հարցերից մեկը, բայց ամենակարևոր հարցը չի, ձեր բարձրացած հարցը կարծում եմ առավել կարևոր է ոչ միայն գիտությամբ զբաղվող մեր սիրելի գործընկերների, այլ նաև պետական մարմինների, եւ մենք ֆինանսների նախարարությունը որոշակի կատարողականի արդյունքային ցուցանիշներ ենք սահմանել ինքներս մեզ համար, որպեսզի ինքներս մեզ գնահատենք այդ կատարողականի արդյունքները։ Օրինակ, մասնավորապես ուզում ենք գնահատենք մեզ չկայացած մրցույթների քանակով։ Որովհետև եթե մրցույթը չի կայանում, նշանակում է այդ process-ը ինչ որ միտեղ ձախողված է, ինչ որ միտեղ լավ չի, եւ եթե դա կարգավորումների խնդիր է, դա մեր խնդիրն է, որտեղ մենք պետք է լուծենք այնպես այդ կարգավորումների հարցը, որպեսզի այդ գնումները չձախողվեն, որտեղ ցանկացած ձախողված գնում նշանակում է աշխատանքի ուշ կատարում, նշանակում է բյուջեի թերակատարում, հանրության համար կարևոր արդյունքների չստացում եւ այլն եւ այլն։ Նու բնականաբար այլ ցուցանիշներ ունենք, մեկ անձից գնումների քանակը, ընդհանրապես մրցակցության ապահովման հարցերը եւ այլն, որոնց ուղղությամբ բնականաբար պետք է աշխատանք տանենք, որպեսզի մասնակցայնությունը, մրցակցությունը եւ բնականաբար արդյունավետությունը կարողանանք ապահովենք, որտեղ գնումների համակարգի գոյության իմաստը հենց մեր հարգելի գործընկերների կողմից բարձրացած ծախսերի արդյունավետության ապահովումն է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս էժան ստանալ հնարավորինս լավ արդյունք։